Կարճ դադարից հետո հարգելի հեռուստադիտող, մենք դարձյալ տաղավարում ենք լավ տրամադրությամբ, որովհետև ունենք շատ լավ հյուրեր եւ խոսելու ենք դարձյալ մշակութային թեմաներից։ Այսպիսով այստեղ են Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը, ողջունում եմ ձեզ, եւ հոգեշնորհ Տեր-Արշակ Աբեղա Ղազարյանը, Երուսաղեմի հայոց պատրիարքության Սուրբ Թեոդորոս Ձեռագրատան Հելեն եւ Էդվարդ Մարդիկյան թանգարանի տնօրեն։ Աստված օգնական հայրսով։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, բարով եք եկել։ Նախ պատմեք ոնց եք եկել մեր տաղավար, ինչպես է սկսվել ձեր շաբաթ առավոտը։ Մեր շաբաթ առավոտը բարի լույսն է, շնորհակալություն հրավերի համար։ Մեր շաբաթ առավոտը սկսվել է ինչպես միշտ աշխատանքային, որովհետև մենք Մատենադարանում աշխատում ենք նաև շաբաթ օրերը, եւ ինչպես եւ միշտ մեծագույն սիրով գնացել ենք աշխատանքի եւ այնտեղից եկել ենք ձեզ մոտ հեռուստաընկերություն։ Ձեզ մոտ ինչպես է սկսվում եւ արդյոք թեյ սուրճ պարտադիր են առավոտը սկսելու համար։ Անշուշտ առավոտյան սուրճը նախընտրելի է։ Լավ որ սկսելու համար։ Եթե թեյ սիրում եք, թեյից էլ կարող եք օգտվել եւ հաճելի կարող եք զրուցել։ Մատենադարանում տեղի ունեցող սեմինարից ենք խոսելու, մենք շաբաթներ առաջ նաեւ սեմինարի մասին առիթ ունեցանք ձեր աշխատակիցների հետ խոսելու, այսպիսով Հայաստանում տեղի ունեցավ հիշողության կերպարանքները գիտագործնական սեմինար, որի ընթացքում Հայաստանում էին հոգեվոր ձեռագրական կենտրոնների աշխատակիցները եւ բացի սրանից լրացուցիչ մեկ շաբաթ էլ վարպետության դասեր են տեղի ունենալու, խոսելու ենք հենց այդ դասերից եւ նաեւ բաժնից ու մատյաններից, որ այսօր կան, դրանով հպարտանում եւ սեմինարները դրանց շուրջ են կառուցվում։ Նախ պատմեք ինչպես անցավ սեմինարը ընդհանուր, որովհետեւ մի քանի օր տևեց, 14-ից 17-ը, եթե չեմ սխալվում։ Ինչպես անցավ, ովքեր էին եկել, մի փոքր ներկայացրեք։ Հիշողության կերպարանքները մեր վերականգնողներից ամենասիրելի տոներից մեկն է, տոն եմ ասում, որովհետև սա մի հնարավորություն է վերականգնողների համար միջազգային հարթակում հավաքվել լավագույն մասնագետներով եւ քննարկել մեր այսօրվա ամենակարևոր խնդիրները, տեսնել տարբեր երկրներում կատարվող վերականգնման գործընթացները եւ այս տարի նաեւ բացառիկ էր, որ մենք ունենք 18 երկրից հրավիրված 25 մասնագետներ, որոնք որ շատ կարևոր փորձով են կիսվում մեզ հետ, ու դա մեծապես նպաստում է մեր ձեռագրական ժառանգության հետագա պահպանությանը եւ միայն դրական եւ գիտելիքի առումով շատ հարուստ փորձ է, որ մենք ամեն տարի ունենում ենք այս դասընթացների իրենց փորձն են տալիս, դուք էլ ձերը վստահաբար եւ դրա համար է վարպետության դասը կայանում։ Այո, եւ դա որպես շարունակություն, որ մենք էլ մեր հերթին մեր գիտելիքը ու մեր տեղը ունենք վերականգնման այս ընդհանուր լայն հարթակում, մեծ սիրով կիսվում ենք մեր գիտելիքով եւ Սփյուռքում պահվող մեր ծրագրերը նույնպես մեր հոգատության ներքո են, առհասարակ հայկական գրավոր ժառանգությունը Մատենադարանի եւ Մատենադարանի վերականգնողների համար մեծագույն առաքելություն է, այո, կատարում ենք։ Եվ այն ինչ որ կա, դա հարստություն է, հպարտություն է, ինչու ոչ։ Հոգեվոր ձեռագրական կենտրոնի աշխատակիցներն էին Հայաստանում, մի փոքր պատմեք ովքեր են եկել Հայաստան, ինչ փորձով էին եկել եւ այստեղ ինչպիսի փորձի հանդիպեցին Հայրարշակ։ Նախ կարևոր է նշել, որ մեզ համար այս գիտագործնական սեմինարները կարևոր են ոչ միայն ոլորտի նոր մասնագետների ծանոթանալու, այլև մեզ որպես ձեռագրական կենտրոններից այս հավաքածուների պահապաններից համար սովորելու նոր մեթոդներ, որոնք մեզ հնարավորություն կտան այդ հավաքածուները ավելի խնամքով, ավելի պատշաճ եւ գրագետ ձևով պահելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու։ Երուսաղեմի պատրիարքարանից միայն ես էի մասնակցում գիտագործնական այս սեմինարներին, բայց նաև մեր մյուս հոգևոր կենտրոններից կային մասնակիցներ, ինչպես Անտիլիասից եւ մնացած մյուս բոլոր կենտրոններից, ովքեր եւս որոշ իրենց փորձառությամբ կիսվեցին եւ նոր գիտելիքներով այլևս իրենց հավաքածուները կկարողանան խնամել։ Լիլիթի իր խոսքում նշեց, որ Սփյուռքում պահվող մատյանների մի ամբողջ հարստություն կա, իսկ ուզում մի փոքր փակագծերը բացել, ինչպիսի ձեռագրեր այնտեղ ունենք եւ ինչ հարստություն է պահվում հայկական Սփյուռքում։ Երուսաղեմի պատրիարքարանի հավաքածուի մասին ես կարող եմ խոսել։ Մեր հավաքածուն թվականակով Երևանի Մաշտոցյան Մատենադարանից հետո երկրորդն է համարվում ձեռագրերի քանակով, բայց մեր հայկական հայ պատմությունը, հայոց պատմությունը ներկայացնող լավագույն հավաքածուներից մեկն է, որոնց մեջ ամփոփվում են ոչ միայն մեր պատմության ընթացքում գործած վանքերի, ձեռագրական կենտրոնների
ձեռագրական կենտրոններում գրված ձեռագրերը, այլև մեր կիլիկյան արքայական ընտանիքներից պահպանված ձեռագրերը, որոնք պատմական հուշարձաններ են։ Եվ այդ ձեռագրերում են ամփոփվում նաև մեր արքայական ընտանիքների դիմանկարները, որոնք մեծ արժեք են ներկայացնում մեր պատմությունը ճանաչելու, մեր ինքնությունը գիտակցելու ոլորտում։ Այո, պատմական մեծ արժեք ունեցող, այսպես որոնք օգտագործվում են հետազոտությունների համար, ես վստահ եմ, եւ ընդհանրապես ներկայանալի, այսպես ձեռագրեր եւ մատյաններ ունենք։ Արդյոք կա այնտեղ եւս վերականգնման բաժին եւ ինչպես են այնտեղ աշխատանքներն ընթանում Մատենադարանի համանուն բաժնի զուգահեռ։ Փառք Աստծո, Երուսաղեմի Պատրիարքարանը Երևանի Մաշտոցյան Մատենադարանի հետ համագործակցությամբ արդեն երկար տարիներ ի վեր իրագործել է մեծ երազանքը մեր Սուրբ Աթոռի, որը ձեռագրատանը ունենալ վերականգնման բաժին, եւ մենք արդեն մեր նոր ձեռագրատանը ունենք վերականգնման բաժին, որտեղ մեր ձեռագրերը պատշաճ խնամքի եւ վերականգնման են ենթարկվում, պարբերաբար Մատենադարանից հրավիրվում են լավ մասնագետներ։ Կարճ վարպետաց դասեր նաև այդպես է կունենում։ Այո։ Եվ այն հարստությունը, որը որ կա, այո, սերնդեսերունդ կարելի է փոխանցել միայն լավ պահելու դեպքում, վերականգնելու դեպքում, վարպետաց դասի մասին եմ ուզում խոսենք, Հայագիտական միջազգային կոնգրեսից հետո ձեռք բերվեց այդ պայմանավորվածությունը, ինչպես զգացիք դրա անհրաժեշտությունը եւ ինչպես են ընթացել դասերը։ Մատենադարանը այսօր ստանձնել է, ինչպես ասեցի, Սփյուռքում գտնվող մեր ձեռագրական ժառանգության հոգացությունը եւ մենք որպես վերականգնողներ պարտավոր ենք պահպանության համար ամեն ինչ անել եւ այդ ամեն ինչ անելու մի մասն էլ կայանում է նրանում, որպեսզի մասնագետները, որոնք իրենց երկրներում գործ ունեն հայկական ձեռագրերի հետ, կարողանան գրագետ ձևով աշխատել հենց տվյալ ժառանգության հետ, որովհետեւ հայկական ձեռագրերը ունեն կազմության իրենց եղանակը եւ աշխատանքի իր ընթացքը, դրա համար շատ կարեւոր է, որպեսզի ճիշտ ուղով գնա վերականգնումը ու այդ կարիքից ելնելով էլ մասնագետները գալիս են մեզ մոտ վերապատրաստվելու, որպեսզի ճշգրիտ եղանակով կատարեն իհարկե ձեռագրական ժառանգությունը ու նույն օրինակով մենք նաև Ամերիկայի Բոստոնի հայկական թանգարանում ենք կատարել հայկական ձեռագրերի վերականգնում, այնտեղ նաև ցուցադրելով թե ինչպես է պետք վերականգնել հայկական ձեռագրերը, բայց ասեմ ոչ միայն հայկական ձեռագրերի համար ենք այսքան հոգատար, նաև այլալեզու ձեռագրերի հետ աշխատանքը նույնպես տարվում է նույն վերաբերմունքով, որովհետև նաև Էրբիլի թվայնացման կենտրոնում կան ձեռագրեր ժամանակին փրկված եւ դրանք էլ խիստ անհրաժեշտություն ունեին վերականգնելու, դրանք ասորերեն ձեռագրեր են, արաբական ձեռագրեր են, որոնց համար մենք նույնպես աշխատանքներ ենք տարել եւ տեղում ենք այնտեղ իրենց սովորացրել։ Եվ այդպես ամենտեղ ինչ որ գանձ ու հարստություն ունի եւ կապ չունի որ դա հայալեզու է թե օտարալեզու, իսկապես դա պահպանելը շատ կարեւոր քայլ է։ Վարպետության դասը, եթե ավելի առարկայական ներկայացնենք, դրանք սեմինարների տեսքով են, փորձի փոխանակում, ինչպես են այդ դասերը տեղի ունենում եւ այդ փորձի փոխանակում ասելը ինչ է նշանակում։ Ինչ վերաբերվում է հիշողության կերպարանքների շրջանակում անցկացված վարպետության դասերին, այստեղ օտարազգի մասնագետները, Եվրոպայից մասնագետներ, Ամերիկայից մասնագետներ, ունենք Ճապոնիայից հրավիրված մասնագետ, նրանք մեզ ցուցադրում էին վերականգնման գրքի, օրինակ, կտորից կազմերի վերականգնման եղանակը, ինչպես է պետք դրանց հետ աշխատել, այդպիսի մի վարպետության դաս ունենք։ Շատ կարևոր վարպետության դաս մեզ ցուցադրեց Գերմանիայից ժամանած Գանգոլֆ Ուլբրիխտը, ով թղթի լավագույն մասնագետներից է այսօր, թուղթ պատրաստող մասնագետներից է, եւ բնականաբար տեղյակ կլինեք, որ մենք էլ այսօր Մատենադարանում ունենք մեր փոքրիկ արտադրությունը, առայժմ փոքրիկ, բայց թղթի արտադրությունը վերականգնողական թուղթ է, որը որ հատուկ թուղթ է, որովհետեւ ամեն թղթով չես կարող վերականգնել բնականաբար մեր ժառանգությունը եւ շնորհիվ գերմանացի մասնագետի մենք նաեւ եւս մի քայլ առաջ գնացինք այս աշխատանքում շատ արդյունավետ են, հավատացեք, ամեն մի մասնագետի տված խորհուրդը մենք համապատասխանեցնելով մեր ձեռքի տակ եղած աշխատանքին յուրացնում ենք եւ օգտագործում ենք։ Այո, ինչպես իրենք են մեծ փորձ ցես տալիս, ես կարծում եմ դուք էլ մեծ փորձով ետ եք վերադառնալու դեպի Երուսաղեմ, ինչ գիտելիքներով եւ ինչ փորձով պիտի ետ գնաք։ Ինձ համար նորություն չէ վերականգնումը, որովհետև տարիներ է արդեն Մատենադարանի մասնագետներից այդ փորձառությունը յուրացրել եմ եւ մեր հավաքածուն բարբերաբար հնարավորինս նորոգում ենք կամ պահպանության գործառույթներ իրականացնում ենք, անշուշտ
Ձեռագրերը իրենցից ներկայացնում են տարբեր արհեստների ու արվեստների մի ամբողջ համախումբ եւ այդ սեմինարների միջոցով հնարավոր եղավ այդպես տարբեր մասնագետներից տարբեր հատկությունները սովորել ձեռագրի խնամքի վերաբերյալ, ինչպես է թուղթը պատրաստվում, թղթի որակը, թղթի տեսակից որոշել ձեռագրի ժամանակը եւ նման շատ հետաքրքիր սեմինարներ, որ մեզ հասանելի չեն ինչ-որ չափով, բայց դուք այսպես հմուտ տիրապետում եք այդ ամենին։ Նաեւ քանի որ խոսեցիք վերականգնման բաժնի մասին Մատենադարանի, ես անպայման ուզում եմ խոսենք ինչ բաժին է առհասարակորցում, որովհետեւ սովորական այցելում տեսնում է լավ պահպանված մատյանը, ձեռագիրը, բայց դրա տակ ահռելի աշխատանք կա։ Ինչպես են այդ աշխատանքներն ընթանում եւ ինչի ասել վերականգնել ձեռագիր, արդյոք դա ինչ-որ հատվածներ, որոնք ջնջված են, գրվում են, եթե ես ճիշտ եմ ասում, կամ գուցե այսպես էջերը ավելի հարթ են դառնում, ավելի ամուր, որպեսզի պահպանվեն տարիների համար, ոնց է ընթանում այդ աշխատանքը։ Ինձ համար վերականգնումը դա գիտակցում է առաջին հերթին, երբ դու գիտակցում ես, թե ինչ նյութի հետ ես աշխատում, դա շատ մեծ հոգևոր բավարարվածություն է պատճառում աշխատողի համար եւ մենք եզակի երջանիկ մարդիկ ենք, ինչպես ես սիրում եմ կրկնել, որ հնարավորություն ունենք շփվելու, առնչվելու ու երկարացնելու ձեռագրերի կյանքը։ Մեր բաժինը 60-ից ավելի տարիների աշխատանք է արդեն կատարում, դա շատ Մատենադարանի հիմնադրման օրվանից նաև հիմնադրվել է նաև այո մեր վերականգնման բաժինը, վերջին տարիներին շատ ակտիվ գործունեություն է վարում ու միշտ է այդպես շատ ջրաջան աշխատանք կատարվել բաժնում։ Վերականգնումը շատ հետաքրքիր process է ինքը իրենով եւ տարբեր փուլերից է բաղկացած։ Առաջին կարևորագույն փուլը դա ախտահանումն է, երբ մենք մեր հայկական բնաշխարհից ստացված այդ բույսերով ախտահանման հատուկ եղանակով ախտահանում ենք եւ բուժում ենք մեր գրքերը, որովհետեւ գրքերն էլ մարդկանց պես ունեն իրենց հիվանդությունները եւ ապա այդ արդեն բուժված գրքի հետ սկսում ենք աշխատել ըստ հերթական կարգի, ինչ վերաբերվում է ձեր հարցին, թե ինչպես ենք լրացնում, այստեղ արդեն օգնության են հասնում այդ ճապոնական թղթերը, հատուկ վերականգնման թղթերը, որ ամբողջ աշխարհում ամենատարածվածն է ճապոնական թուղթը եւ լավագույնն է, որովհետեւ դրանք շատ լավ համակցվում են մեր հնագույն լաթաթղթերի հետ, ժամանակին կտորից են թղթերը ստացել եւ այդ համակցումը շատ լավ է ստացվում։ Ինչ վերաբերվում է տեքստ ավելացնելուն, դրա իրավունքը մենք չունենք, որովհետեւ դա պատմական խախտում կլինի, բայց մենք թերթը դարձնում ենք ամբողջական, այսինքն եթե կա պատրվածքներ, կորուստներ, պոկված հատվածներ, այդ ամենը ամրակայում ենք, որպեսզի չշարունակվի այդ այնինչ մնացել է դա պահպանվի, դա պահպանվի, այո, որովհետև դա մենք ամեն բան անում ենք, որպեսզի մի տառ, մի մասնիկ անգամ չկորցնենք այսօր, որովհետև Իրական ահռելի աշխատանք է եւ շատ կարեւոր կարծում եմ կհամաձայնվեք։ Ուզում եմ նաեւ սեմինարի անվանը անդրադառնալ, ինքը շատ սիրուն եւ այսպես թիրախին կպնող անուն է՝ հիշողության կերպարանքներ եւ այդ կերպարանքները այն մատյաններն են, որոնց մեջ մենք պահում ենք մեր հիշողությունը։ Ինչպես դուք կներկայացնեք անվան հետ կապված այդ բացումը, հա, կարծում եմ ինչ որ այսպես կարճ անուն է, բայց շատ մեծ պատմություն ունի եւ ինչ պատմություն կա այդ կերպարանքներում։ Կերպարանքներ մեզ համար ձեռագրերը դրանք զուտ տեղեկություններ ստանալու կամ գիտական նշանակությունից առավել վեր են։ Մեր պատմության ընթացքում միշտ ձեռագրերը ընկալվել են որպես անձ եւ այս կերպարանքները թերևս հենց այդ ուղղությանն է մեզ առաջնորդում, որ ձեռագրերին որպես անձինք վերաբերվենք եւ իսկապես ձեռագրերը ոչ միայն փոխանցում են մեր պատմությունը, սուրբ գրքի բովանդակությունը եւ այլ կարեւոր գիտական կամ պատմական տեղեկություններ, այլև հենց իրենց հիշատակարանները, երբ որ ընթերցում ենք, մենք հատկապես վերականգնողները կամ ձեռագրերի հետ աշխատող գիտնականները երկխոսության մեջ են մտնում։ Պատմության խոլովույթի մեջ պատմության ժամանակը անցնելով հանդիպում են ձեռագրի գրիչի հետ, որտեղ գրիչը շատ հաճախ իր անկեղծ խոսակցությունն է սկսում պատմելով ժամանակի դժվարությունների, ընդհանուր միջև իր ձեռագիրը գրելու ժամանակ թե ով է այցելել իրեն, ինչ կարևոր դեպքեր են պատահել եւ անշուշտ գրիչները խնդրում են միշտ հիշել իրենց, հատկապես աղոթքներում, եւ սա է որ ձեռագրերը կերպարանքներ են, որ հիշողությունը պահում են մեզ մեջ միշտ արթուն պահենք։ Շատ խորհրդավոր ներկայացրիք են ամբողջ ընթացքը, կարծում եմ կհամաձայնվեք եւ ինձ համար վերցնում եմ այն խոսքերը, որ ձեռագիրը դառնում է մարդ եւ դրա պահպանումը դառնում է գիտակցում։ Սա շատ կարեւոր է։ Ուզում եմ խոսել նաեւ այս պահին իրականացվող աշխատանքներից, ինչ ձեռագրերի հետ եք այս պահին հիմա դուք աշխատում որպես ավագ վերականգնող եւ այդ աշխատանքներն ինչպես են ընթանում։
Մեր բաժնում միշտ շատ հետաքրքիր ձեռագրեր կան ու ինչպես նշեցի արդեն ոչ միայն հայկական ձեռագրեր, այլ նաև օտարալեզու ձեռագրերի վերականգնում ենք անում։ Մեր բաժնում հիմա Շահնամեի վերականգնումն է ընթանում, որը որ շատ հետաքրքիր աշխատանք է եւ դա էլ իր համապատասխան գործընթացն է պահանջում, որովհետեւ այստեղ գործ ունենք արդեն մեկ այլ մշակույթի հետ։ Ես այժմ վերականգնում եմ 14-րդ դարի Վանում գրված ճաշոց եւ վերականգնում եմ նաեւ ասորերեն ձեռագիր, որը Գարշունի է, ասորերեն տառերով արաբական տեքստով մեր Աստվածաշունչն է 15-րդ դարում գրված, խիստ քայքայված եւ մենք վերականգնողներս մի հատուկ տարօրինակություն ունենք, ինչքան բարդ, ինչքան դժվար, ինչքան վնասված, այդքան ավելի հավեսով եք անում այդ աշխատանքը։ Այո, սիրում ենք այդ աշխատանքը, որովհետեւ այդքան ավելի ակնհայտ է լինում արդյունքում աշխատանք ու դու տեսնում ես, որ դու փրկեցիր իրոք, ու հետո գիտեք այնքան դժվար է բաժանվել այդ ձեռագրից, որի շուրջ դու կարող ես 1-ից մինչև 3 տարի աշխատել, որովհետև դա շատ ժամանակ է պահանջում։ Հայրարշակը նշեց կապ է առաջանում, թե ձեռագրի, թե տողերի միջև ես վստահ եմ, այդպիսի կապ միանշանակ ու ամեն ձեռագիր իր էներգիան ունի, շատ հետաքրքիր մի բան, որ մենք պարտադիր դասկում ենք, ձեռագիրը ինքն է թելադրում, ինչպես դու իր հետ վարվես, մենք իրոք որպես շնչավոր ենք վերաբերվում ձեռագրերին, դա Ձեր զգացողություններն անգամ ինձ են փոխանցում, երբ դուք գործ եք ունենում 14-րդ դարի Մատյանի ձեռագրի հետ, կարծում եմ շատ էպիկ են զգացողություններն այս դեպքում։ Եվ ուզում եմ խոսել նաև շարունակական լինելու մասին, թե վարպետության դասերի մենք գիտենք, որ 10 եւ ավելի տարվա պատմություն ունի հիշողության կերպարանքներ գիտագործնական սեմինարը, հայագիտական միջազգային կոնգրեսը, որը այս տարի երկրորդ անգամ տեղի ունեցավ, շարունակական կլինեն նման գիտագործնական սեմինարները եւ ինչքանով են դրանք այսպես ավելի հեշտացնում ձեր աշխատանքը եւ ավելի մեծ փորձ տալիս ձեզ։ Միանշանակ շարունակական կլինեն, որովհետև ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ մեր տնօրենի ջանքերով դրանք դադար չեն ունենա երբևիցե, քանի այս աշխատանքը գնում է, որովհետև մյուս տարի 15 տարին է հոբելյանական տարին է հիշողության կերպարանքների եւ մենք այս 15 տարիների 14 տարիներին արդեն բավականին աշխատանք ենք տարել եւ ամեն տարի մենք զգում ենք այդ օգուտը, որ ստանում ենք եւ ես վստահ եմ, որ սրանք շարունակական են։ Իսկ կարծում եմ նաեւ փոփոխություններն էլ եք նկատում, որովհետև ժամանակի ընթացքում վերականգնման աշխատանքն էլ թե թվային տեխնոլոգիաներին զուգահեռ, թե ժամանակակից պահանջներին զուգահեռ փոփոխվում են եւ այս գիտագործնական սեմինարները նաեւ ձեզ օգնում են ռիթմի մեջ մնալ եւ ժամանակի մեջ մնալ։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար, ձեր այդ էպիկ գործողություններին մաղթենք հաջողություն այն ինչ որ դուք եք անում, իսկապես շատ կարեւոր է, որովհետև տեսնելիս ու հպարտանալիս պիտի հիշենք, որ դա միշտ վերականգնվում է եւ դրա համար հսկայական տարիներով, ինչպես դուք նշեցիք, աշխատանք է կատարվում։ Շնորհակալ եմ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Եթերի ապահովման համար շնորհակալություն ենք հայտնում Արփինետ ընկերությանը։ Մենք կհանդիպենք ճիշտ 1 շաբաթից։